Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Դատարանն ավարտել է Բարգավաճ Հայաստանի ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու հարցով քննությունը, որոշումը կլինի մի քանի ժամից։ Թևանյանը մեղադրվում է լրտեսության եւ դավաճանության մեջ, ընդդիմադիր գործիչը հերքում է մեղադրանքը։ Մեր կարծիքով քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան։ Կանդրադառնանք քարոզարշավին, 16-րդ օրը փոխադարձ մեղադրանքները Ռուսաստանին հրահրելու մեջ շարունակվում են։ Բայց մենք այդ կոնյակը հո նվեր չենք տալիս։ Մեծ երկրների, որտեղ դու ունես շուկաներ, մեծ երկրների մեջ հակասության մեջ մի մտեք։ Միջազգային հանրապետական ինստիտուտը մայիսի սկզբին արված նոր հարցումների արդյունքներն է հրապարակել, ըստ որի Փաշինյանի վարկանիշը աճել է փետրվարից ի վեր, հիմնական ընդդիմադիրներինը փոքր-ինչ նվազել։ Ռուսաստանը ծաղիկների եւ ջերմուկի արգելքից հետո հիմա էլ հայկական 3 գործարանների ալկոհոլային խմիչքների վաճառքն է կասեցրել։ Դատարանը մի քանի ժամ քննելուց հետո արդեն ավարտել է Բարգավաճ Հայաստանի ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու հարցով քննությունը, որոշումը կլինի մի քանի ժամից։ Թևանյանը որպես պատգամավորի թեկնածու անձեռնմխելիություն ուներ, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ուշ երեկոյան բավարարեց դատախազության միջնորդությունը եւ իրավապահները գիշերը ձերբակալեցին նրան։ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումը համարում է քաղաքական։ Քննչականը սակայն հակադարձում է, ունեն տեղեկություններ, որ Թևանյանը ավելի քան $5 միլիոն դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա գործակալի։ Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու կալանավորել պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանին, թե ոչ, որոշումը կհրապարակվի ավելի ուշ։ Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է. Բայց ամեն դեպքում ոչ մեղադրանքի նկարագրությունը հոդվածը չէ, ինչ է ենթադրվում, ոչ նյութերը որևէ մենակ դավաճանության չէ, էլի որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված ինչ որ հանգամանք չկա։ Ըստ էության նկարագիրը ինչ որ մեղադրում են, դուք այդ բոլոր լրագրողները դրատակ անցնում եք։ Օրերս վարչապետ Փաշինյանը պետական դավաճանության մեջ մեղադրեց ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին, հայտարարեց, որ ԱԱԾ-ն շուտով այդ նյութերը կուղարկի քննչական, վերջինս էլ վարույթ կնախաձեռնի։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Մեկ օր անց այդպես էլ եղավ։ Երեկ երեկոյան պատգամավորի թեկնածուին կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկեց անձեռնմխելիությունից, ինչից հետո այդ նիստին մասնակցող Թևանյանն ինքը գնաց քննչական, որտեղ էլ քննիչը նրան ներկայացրեց մեղադրանքը, իսկ ԱԱԾ-ն ձեռնաշխտաներ անցկացրեց ու ուղեկցեց ներս։ Քննչականի դեմը կանդալը ակցնում եք որինչ։ Քննչականը պնդում է, Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ 2 տարի առաջ Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների օտարերկրյա գործակալ է, $622,000 դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու սահմանազատման հանձնաժողովի նախագահ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ձերբակալվելուց առաջ Թևանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, պնդել նման կազմակերպության մասին լսած չկա։ Ես տեղյակ չեմ, թե ով է ղեկավարում այդ կայքը։ Դե ասում են դուք տեղեկություն եք տվել գումարի դիմաց եւ այլն։ Դե այդ անհետեցությունները անցնենք առաջ։ Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով պաշտպանյալին ձերբակալել են առանց բավարար ապացույցների։ Պնդեց չկան ոչ խափանման միջոց կիրառելու, ոչ էլ մեղադրանքի հիմքեր։ Մոտավորապես այն արգումենտացիան, դե հարուցենք, հետո էլ քննենք, կալանավորենք, ապացույցներ ձեռք կբերենք, մոտեցումը ընդունելի չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ որ չունես բավարար, թույլատրելի, վերաբերելի ծավալի ապացուցողական բազա։ Այսինքն համարյա ինչ հարց տվեցինք, դա հələ չենք պարզել, դա այս տվյալներով է, բայց դա հələ չենք ստուգել, դա հələ չենք ստուգել եւ այս տարբերակով է։
Փաստաբանը պնդում է, մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքելու եւ փոխանցելու կոնկրետ տվյալներ չկան։ Ասած փորձում են հասկանալ, ինչն է դրված պետական գաղտնիքի տակ, հարցրել են քննիչին, թե մեղադրանքում շարադրվածի մեջ որն է կոնկրետ պետական գաղտնիքը, այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել։ Մենք ասում ենք պետական գաղտնիք հավաքել, փոխանցել կա, ասում են չկա։ Չեն ասում չկա, ասում են ինչ որ գրած է, ասում եմ գրածի մեջ գրած չի, ասում է դե ինչ որ գրած է, ասում եմ մատ պարզ հարց ենք տալիս։ Մեղադրում եք այս մարդուն, որ պետական գաղտնիքա փոխանցել։ Ասում եմ ինչ որ գրած է, ասում եմ կարդում եմ գրածա որ այլ տեղեկատվություն, այս ինչ որ գրել եք ստեղից կարանք իմանանք որ նա պետական գաղտնիք, ասում եմ պետական գաղտնիք չենք պնդում։ Կալանքի հարցով նիստը դռնփակ է եւ ազատությունը հնարավորություն չունի ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին։ Մինչ այդ իրավապահները չեն բացահայտել, թե 2024 թվականին Թևանյանն ում միջոցով ու կոնկրետ ինչ տեղեկություններ է ստացել, որ փոխանցել է ռուսական կազմակերպությանը։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Դատարանի բակում Թևանյանի նկարներով պաստառները վեր պահած նրա աջակիցները կարճ ակցիա անցկացրին, պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Բարգավաճ Հայաստանի աջակիցները Արաբկիրում երթ են անում իրենց ձերբակալված թիմակցի Անդրանիկ Թևանյանի նկարներով։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է այս ձերբակալությանը։ Ինչ է ուզում ինքը։ Ասենք այսօր բոլոր արդեն հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործնեությունից, որ ասենք թե հիմնականում բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, վիրավորելով, սուտ ասելով, ոչ մի բան իրականություն չդարձնելով, հիմա այս ծանր վիճակում ժողովրդի վիճակը, ծանր երկրի վիճակը թողած, ամբողջ երկրի կողքը սաղ ասենք թե տեսնելով լարված իրավիճակ է, ինչ է իր ուզած, ինքը ինչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի, ինչ որ Արցախում եղավ, հեղինակազրկվելով, Ալևին շնորհակալություն ասելով, այդ է իր արածը ոչ մի բան չի կարող անի։ Հիմա այսօրվա վիճակով որ նստենք, խոսենք, ասենք այսօր ինքը ինչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ սարքել է նշան, կպցրել է դոշին, ոնց որ ասենք առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել, քանի որ հայտնագործություն արել։ Մասնատած Հայաստան կպցրել է դոշին, մանգալով ոչ մի բան չի ասում։ Քարոզարշավի 16-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը ավանում են։ Փաշինյանը դարձյալ խոսել է խաղաղությունը վերաբանակցելու վերաբերյալ իր մրցակիցների հայտարարությունների մասին։ Հիմնական ընդդիմադիրները հայտարարում են, որ թեև չեն հրաժարվի Փաշինյանի ստորագրած փաստաթղթերից, բայց կփորձեն վերաբանակցել, իսկ խաղաղության համար էլ երաշխավորներ գտնել։ Հայաստանի վարչապետը Հայաստանի քաղաքացուն ասում է ես քեզ սիրում եմ։ Հայաստանի քաղաքացին վարչապետին ասում է ես քեզ սիրում եմ։ Ավան վարչական շրջանում իշխանական քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրույցը սկսեց սիրո խոստովանությամբ։ Խոսեց վեհ արժեքների, սիրո, կրթության, համերաշխության մասին։ Րոպեներ անց սակայն վարչապետի բառապաշարը կոշտ երանգներ ստացավ։ Եվ ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնել Նրանք ասելով Փաշինյանը ընդդիմադիր 3 ուժերին նկատի ուներ իր ձևակերպմամբ եռագլուխ հրեշին, որոնց գործողություններին այսօր նոր բնութագիր տվեց։ Այդ ընտրակաշառատուների քոքը պետք է կտրվի Հայաստանի Հանրապետությունից, քոքը պետք է կտրվի։ Մի հատ էլ քորը տալիս են մարդկանց, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են այդ շունուշանգյալները, հետևներից ասում են փողը տվել են և նկարագրում են սեռական գործով, այսինքն նկարագրում են մարմնավաճառի և կլիենտի հարաբերությունների, սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին։ Իսկ ինքը ժողովրդի ծառան է, վստահեցնում էր վարչապետը ավանցիներին։ Այս ընտրություններում էլ ժողովրդին հորդորեց տեր կանգնել խաղաղությանը, որը ընդդիմությունը Փաշինյանի համոզմամբ ուզում է սպանել։ Նորից ակնարկեց, պատերազմ կլինի, եթե Ադրբեջանի հետ իր բանակցած խաղաղությունը վերաբանակցվի։ Ով է գնալու, էլի կալուգացու 6 զորակոչիկներից ոչ մեկը բանակ չի գնացել։ Ռոբերտ Քոչարյանի տղեկը ծառայել են Նալբանդյան փողոցում, Երևանի Նալբանդյան փողոցում։ Իսկ Գագիկ Ծառուկյանի տղեն մարտական մեծ ուղի ունի անցած,
Առինջում, Ավանում, սրա նրա վրա կրակելով, Երևանում կրակելով, Տեցում չգիտեմ որտեղ կրակելով։ Մի քանի օր առաջ էր միլիարդատեր ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի տոհմի զավակներին հիշել էր Պաշտպանության նախարարը, հարց բարձրացնելով, ինչու նրա գերդաստանի տղաները չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Ավելի վաղ վարչապետը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետախուզվող որդուն էր սպառնացել հետևյալ խոսքերով, մեջբերում եմ. Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկարելա, լակոտիդ բռնելու ենք։ Իսկ Քոչարյան Փաշինյան հեռակավեճը վաղուց արդեն անցել է գրական խոսույթի սահմանները։ Այսօր ՔՊ-ի քարոզին մասնակցող ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը ազատության հարցին, թե ինչքան դեռ կարող է իջնել քաղաքակրթության սանդղակը, մեղքի սլաքներն ուղեց ընդդիմությանը։ Թե 2021 թվականի ընտրություններին, թե այս ընտրություններին փորձվում է սանդղակը դնել թուրք, դավաճան, հողատու, համբալ, այս բառապաշարը օգտագործելով, որովհետև Այդ վերջին բառը ոնց որ ձեր դաշտից էր հնչել։ Չէ, Ռոբերտ Քոչարյանը ասեց, Ձեր դաշտից Ռոբերտ Քոչարյանը ասեց, որին ի պատասխան արձագանք եղավ, եւ ինքը հասկացավ, որ ինքը պետքա խելոք մնա, եւ ինքը հիմա խելոք է մնում ինչ որ չափով, հա, քանի դեռ ինքը խելոք է մնում, այդ բառապաշարը չի օգտագործում, բայց նորից եմ ասում, դա այդ մեդալ մահվան կոչերը, մահվան ուղարկերը մարզգան։ մեդալը ունի, այդ իշկերներեք էլի, այդ մահվան թվերը շատացնելու գործը երբևիցե լսել եք, մենք ընդդիմություն ենք եղել, մենք ասենք, որ մարտի 1-ին ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված է 10 զո, այլ կապված է 11 զո։ Երբևիցե տենց բան լսել եք, ոնց կարելի է ֆիքսված քրեական գործով, ֆիքսված 3833 ֆիքսված զո, ասել 5000 եւ ավելի։ Ես մեռա ասելով, բոլոր այդ մարդիկ, ովքեր տենց բան են ասում, իրանք սրիկա են։ Ավելի վաղ էր ընդդիմադիրներն էին հակադարձում, թե ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնում։ Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր։ Այնինչ անում է ինքը ատելության խոսք է ուղղում ժողովրդին եւ վիրավորում է հազարավոր մարդկանց, տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ դրա պատասխանը պետք է տալ։ Մարդը Հայաստանի Հանրապետությունում պետքա սիրի մարդուն, մարդը պետքա սիրի մարդուն։ Սա է առաջինը քրիստոնեություն ընդունած պետության հիմնական եւ առանցքային իմաստը։ Վարչապետին Ավանում եւս շրջապատել էին երեխաները, քարտեզ, սրտաձև թխվածք ու սելֆիներ։ ՔՊ առաջնորդի քարոզարշավում սա արդեն առանձին օրակարգ է դարձել։ Որ նկարվելու եւ քարտեզ ստանալու ցանկություն կա։ Հայաստան դաշինքը Արմավիրի մարզում է քարոզարշավ իրականացնում, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հիմնականում տնտեսությունից էր խոսում, բայց նաև Փաշինյանի պնդումներին է անդրադարձել, թե ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Սա պատոհաս է, փորձանք է Հայաստանի Հանրապետության համար։ Աչ ու ձախ սենց փեդը վերցրած, մահակը վերցրած, անունը դրած իրավապահ մարմիններ, ժողովրդի հետևից ընկած, փորձում են ստիպելով, պատերազմով վխացնելով վերարտադրվել։ Եվ հետաքրքիրը ինչն է, որ 3 պատերազմ բերած անձը ինձ ասում է պատերազմ բերող գործիչ։ Սա երեսպաշտության գագաթնակետն է։ Մենք ոչ թե միայն խաղաղություն ենք բերելու, մենք բերելու ենք կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն եւ հարատևելի խաղաղություն։ Երկրորդ նախագահն ու նրա թիմակիցները արձագանքել են նաև քաղաքական հակառակորդներին, մասնավորապես Քոչարյանին բանտ նետելու Փաշինյանի հայտարարությանը։ Իշխանության 8-րդ տարում քարոզարշավի փուլում Փաշինյանը դարձյալ ընտրողներին խոստանում է, թե երկրորդ նախագահը պատիժ է կրելու 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար։ Քոչարյանը մեկ անգամ արդարացվել է, բայց հիմա նորից դատարանի առջև է կանգնած վերավորակավորված պետական լիազորություններն անցնելու հոդվածով։ Քանի որ մի քանի անգամ արդեն նստել հելել եմ, նստած հելած տղա եմ։ Մի պահ է գալու, որ մի քիչ անհարմարել է լինելու մարդկանց համար, հատկապես քաղաքականությամբ զբաղվող, եթե պարզվի, որ գոնե մի քանի օր չեն նստել։ Այդ վիճակին են հասցրել ըստ էության երկիրը։ Բայց միշտ խոսում են ժողովրդավարության մասին։ Եվ եթե նայենք բոլոր գրեթե մասնակից խոշոր ուժերի ցուցակներին,
ապա կտեսնեք, քանի հոգի են քրեական գործերի տակ, քանի հոգի են այսօր բանտերում կամ տնային կալանքների տակ։ Մենք հիմա մրցում ենք եկեղեցու հետ, ով ավելի շատ, քանի սրբազան է, թե քաղաքական գործիչ, այս վիճակում ենք հայտնվել եւ այս վիճակից ձեր օգնությամբ մենք պետք է ազատվենք։ Հայազգային կոնգրեսը Շիրակի մարզում է հանդիպումներ անցկացնում, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հռչակած պատերազմի եռագլուխ կուսակցության մեջ կոնգրեսին չի ներառում, բայց կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։ Իրանցը բլեֆ է, խարդախություն է, խաղաղություն չկա։ Իրենք փորձում են ժամանակավոր նախընտրական զինադադարը, որ ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնոր մարդուն ընտրել տա Հայաստանում, այդ նախընտրական զինադադարը փորձում են մատուցել որպես խաղաղություն։ Թրիփի ծրագրի ապագան շատ վտանգված է, որովհետև Ամերիկա-իրանական պատերազմից հետո բալանսը փոխվել է Միջին Արևելքում, ստեղծվել է մի նոր իրավիճակ, որը ել ավելի է ամրապնդում մեզ այն գաղափարի մեջ, որ այստեղ պետք է հավասարակշռել գերտերությունների շահերը եւ իրականացնել պայմանականորեն կոչված 3+ BRICS ծրագիրը, որտեղ ներկա կլինեն նաև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի շահերը եւ կստեղծվի երկաթուղային առանցք նաև հարավ-հյուսիս, հյուսիս-հարավ առանցքը, այդ եթե երկաթուղային այդ հանգույցը ստեղծվի եւ արևմուտք-արևելք եւ հարավ-հյուսիս, այդ դեպքում մենք ունենանք հարատև եւ կայուն խաղաղություն, երաշխավորված գերտերությունների շահերի ներդաշնակեցմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ազատությանը հայտնել է, որ միայն վերջին 2 օրվա ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այլ մանրամասներ դեռևս չեն փոխանցվում։ Վերջին 2 օրերին իրավապահները ուժեղ Հայաստանի եւ ԲՀԿ-ի վերաբերյալ են գաղտնալսումներ հրապարակել։ Ընդդիմադիր ուժերը հերքում են իրավապահների տարածած հաղորդագրությունները, հայտնում, թե իշխանությունները ճնշում են գործադրում իրենց վրա։ Իշխանություններն էլ իրենց հերթին հերքում են ճնշումների մասին ընդդիմության պնդումները, նրանց պարբերաբար քննադատելով ընտրակեղծարարության համար։ Միջազգային հանրապետական ինստիտուտը մայիսի սկզբին արված նոր հարցումների արդյունքներն է հրապարակել եւ դրանց համաձայն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքացիների 38%-ը կքվեարկեր քաղաքացիական պայմանագրի օգտին։ 7%-ն ասել է, որ կընտրեր Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, 4%-ը Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, 2%-ը Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի ղեկավարը Գուրգեն Սիմոնյանն է, եւս 2%-ը պատրաստակամություն է հայտնել քվեարկելու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին։ Մեկական տոկոսներ ունեն Արման Թաթոյանի միասնության թևերը, ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանի տոկը եւ բոլորին դեմ եմ կուսակցությունը։ 2%-ը հայտնել է, որ ունի այլ թեկնածու։ Միաժամանակ հարցվածների ծանրակշիռ մասը 43%-ը հրաժարվել է բացահայտել իր թեկնածուին կամ ասել է, որ դեռ չի որոշել։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը Ռոսպոտրեբնadzորը հիմա էլ հայկական 3 գործարանների ալկոհոլային խմիչքների վաճառքն է կասեցրել, հայտարարելով, թե դրանք անորակ են եւ չեն համապատասխանում իրենց պահանջներին։ Նախորդին էլ ռուսական կողմը ժամանակավորապես կասեցրել էր հայկական ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբականակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում։ Ռուսաստանը սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը եւ ստուգում է միրգ բանջարեղենը։ Իսկ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով քննադատում են Հայաստանի իշխանություններին եւ մեղադրում Ռուսաստանի շահերի դեմ գործելու համար։ Այսօր իմ գործընկեր Անուշ Մկրտչյանը այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել քարոզարշավին մասնակցող արտգործնախարարից եւ ազգային ժողովի նախագահից։ Համաձայն եմ, բաներ են, արտահայտություններ են հնչում, որ մեղմ ասած կոռեկտ անվանելը հնարավոր չի, եւ միևնույն ժամանակ մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ դրական հունով ամեն ինչ ուղղորդվի եւ բոլոր խնդիրներն էլ, որ առաջանում են, հանգուցալուծվեն։ Ես չեմ կարծում, որ ամեն անգամ եւ որ ինչ որ կազմակերպություն, որի նպատակը ընդհանրապես ապրանքի որակը ստուգելն է, ստուգում է սկսում, պետքա մենք պանիկայի մեջ ընկնենք եւ
փորձենք դրա շուրջ այն աղմուկը բարձրացնել, ինչ որ հիմա ենք բարձրացրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հիմնականում կապված է պրոռուսական քաղաքական ուժերի հայտարարություններով եւ այն բանը, ինչը որ Գագիկ Ծառուկյանն է անում, Գալուգայի Սամոնն է անում, Քոչարյան Ռոբերտն է անում, իրանք հրահրում են, այսպես ասած, փարոսիկներ են հանդիսանում, ուշադրության կենտրոններ դարձնում, հա, եւ հրահրում են, եւ ես չեմ կարծում, որ այնքան Ռուսաստանում այնքան չեն տիրապետում իրավիճակին, որ փորձելու են դա իրականության մեջ երկարատև ինչ-որ բան դառնա, որովհետև ես ներողություն եմ խնդրում, բայց մենք այդ կոնյակը հո նվեր չենք տալիս կամ իրանք այդ կոնյակը գնում են, սպառում են, գումար են աշխատում եւ նույնը ծաղիկներին է վերաբերում եւ միևնույն ժամանակ նման դեպքեր քանի անգամ ա եղել։ Ու եթե ԿՊԱ-ականները պնդում են, որ ընդդիմությունն է հրահրում ռուսների հետ կոնֆլիկտը, երկրորդ նախագահը հենց իշխանության քայլերն է մատնացույց անում եւ պնդում իշխող ուժն է իր գործողություններով հարաբերությունները լարում Ռուսաստանի հետ։ Նման մի միջազգային մի փաստաթղթի է միացրել այդ մուսի հետ կապված միջազգային բան քրեական դատարան կոչեցյալը միացել են մի համաձայնագրի, որի պատճառով Ռուսաստանի նախագահն չի կարող գա Հայաստան։ Պատկերացնում եք, ուրեմն Զելենսկին կարող է գալ։ Ռուսաստանի նախագահն չի կարող գա։ Լավ, բարեկամ երկրի հետ, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80%-ի բարեկեցության մի զգալի մասը։ Ո՞նց եք sense բաներ անում։ Ու դուք մտածում եք, որ սա հետևանքներ չի կարող ունենալ, իհարկե ունենալու է եւ քո անվտանգության հարցերի վրա, եւ քո տնտեսական հարցերի վրա։ Հիմա ինչ է անում այս իշխանությունը։ Անում է ամեն ինչ այդ մոդելը քայքայելու համար։ Վերջերս այն սահմանափակումները, որը հնչեցնում են, Ռուսաստանի պաշտոնյաները ուղղակի հարված է լինելու բոլորի համար, երկրի համար։ Եվ մենք ամիսներ զգուշացնում ենք, ասում ենք խելքներդ հավաքեք, լեզվի մի տվեք, մեծ երկրների, որտեղ դու ունես շուկաներ, մեծ երկրների մեջ հակասության մեջ մի մտեք։ Մեծ երկրների հակասության կենտրոնում հայտնվելը խնդիր է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են եւ ինչ են ասում են ես ընդդիմությունն է անում։ Ընդդիմությունն է Զելենսկուն հրավիրել Հայաստան, հիմար հայտարարություններ արել Հայաստանի տարածքից, ընդդիմությունն է քայլեր անում արտաքին քաղաքական ոլորտում, որոնք ուղղակի ուղղված են Ռուսաստանի դեմ, մենք ենք անում։ Մենք ձեզ զգուշացրել ենք եւ շարունակում ենք զգուշացնել, խելքներդ հավաքեք։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն այսօր էջմիացնում է շրջել, հիմա հանրահավաք է անցկացնում։ Դաշինքի առաջին համարը Նարեկ Կարապետյանը իր ելույթում անդրադարձել է իշխանության եւ եկեղեցու առճակատմանը։ Ուժեղ Հայաստանը ցանկանում է այս հակամարտության վերջը տալ, էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնելով։ Ես հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը կալանավորվեց առաքելական եկեղեցին մեր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո։ Իրավապահները այդ խոսքերը իշխանության յուրացման կոչ որակեցին։ Մեր առաջարկն է, Սամվել Կարապետյանի առաջարկն է, էջմիածինը առանձնացնել որպես քաղաք, հատուկ քաղաք եւ դառնա կրոնական կենտրոնը։ Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, մարդիկ գնում են Երուսաղեմ, քրիստոնյա մարդը պետք է աշխարհում մի անգամ տեսնի այս հրաշքը։ Տեսնի, բայց գա եւ մնա այստեղ։ Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է։ Դա այն ճանապարհն է, որ այս քաղաքը կսարքի աշխարհի համար կարևոր կետ։ Այսօր, երբ ես սա ասում եմ, հնարավոր է դուք մտածեք, թե շատ բարձր նշաձող եմ դնում։ Աշխարհում 2 միլիարդ մարդ քրիստոնյա է։ Եվ 2 միլիարդ մարդ քրիստոնեություն սովորել է այս ազգից, որի իշխանությունը հիմա ամեն օր կռվում է այդ նույն հավատքի դեմ։ Երբ մենք դառնանք քրիստոնեական կենտրոն, երբ էջմիածինը դառնա համայն քրիստոնեության կենտրոն, ամբողջ աշխարհից գալու են եւ սովորելու են այն, ինչ մենք տանք աշխարհին։ Մեր մշակույթը,
մեր գաղափարները, մեր լավ գաղափարները։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բաներ կան, որ իրանից մեծ են։ Այս ընտրարշավը աչքի է ընկնում ոչ միայն լարված մթնոլորտով, փոխադարձ հայհոյանքների աննախադեպ ծավալով, իրավապահների ամենօրյա բացահայտումներով, այլ նաև քաղաքական ուժերի տված տնտեսական եւ սոցիալական շռայլ խոստումների առատությամբ։ Մի կողմից հարկերի եւ տուրքերի նվազեցում, մյուս կողմից սոցիալական արտոնություններ եւ մեգա նախագծերի խոստումներ, բայց արդյոք քաղաքական գործիչները տալիս են ինչպես եւ ինչ միջոցներով հարցի պատասխանը։ Ռոբերտ Զարգարյանն է ուսումնասիրել։ Խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ իշխանություն ընդդիմություն վիրավորանքների, կոշտ արտահայտությունների, բղավոցների ու աղմուկի պայմաններում քարոզարշավի հիմնական թեմաներից գրեթե դուրս է մնում առանցքային հարցերից մեկը։ Ի վերջո Հայաստանի զարգացման ինչ ուղղություն են առաջարկում մրցակից ուժերը, ինչպիսի տնտեսություն են պատկերացնում ու առաջարկում, ինչ նպատակներ ունեն ու ինչպես են հասնելու դրանց։ Եկեք մի քանի րոպեով շեղվենք փոխադարձ վիրավորանքների տարափից ու փորձենք այս հարցերի պատասխանները պարզել։ Երբ ասում են Հայաստանում մարդիկ չեն կարողանում նորմալ գումար վաստակեն։ Ամենաճոխ խոստումները Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանն է տալիս։ Եկեք նրանց ծրագիրն ուսումնասիրենք։ Հարկը գնում է պետությանը, պետությունը վճարում է տոկոսը։ Ուժեղ Հայաստանը երկրի զարգացումը արտահանմանը միտված մշակող արդյունաբերության հետ է պայմանավորում։ Հայտարարում են հնայում մշակող արդյունաբերության մասնաբաժինը 20%-ին հասցնելու մասին։ Իսկ ինչպես հասնել այդչափ զարգացման։ Շռայլ խոստումների հետևում մանրամասն ու հստակ քայլեր Ուժեղ Հայաստանը չի ներկայացնում։ Ընդհանրական նախադասություն են կարդում, թե մեջբերեմ մենք կարևորելու ենք ֆիզիկական ներդրումները առավելապես մշակող արդյունաբերության մեջ։ Խոստանում են քայլեր ձեռնարկել ու միջազգային կորպորացիաներին Հայաստան հրավիրել, ընդ որում նախապես ընտրելով այդ ընկերություններին։ Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Այս ամենին հասնելու համար նախատեսում են 5 տարվա ընթացքում պլյուս-մինուս կես միլիարդ դոլար ներդնել։ Թե այդչափ գումարով նման ծրագրեր ինչպես են իրականացնելու, պարզ չէ։ Այս գումարը նույնիսկ ավելի քիչ է, քան 2026 թվականի ընթացքում ծրագրում է ծախսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բացի այդ, կապիտալիստական տնտեսություն ունեցող Հայաստանում իշխանություն ստանձնելու դեպքում Ռուսաստանաբնակ գործարարի առաջնորդած թիմը ծրագրում է, որ պետական ներդրումներով բացվող բոլոր ընկերություններում պետությունը կառավարմանը չմասնակցելու պայմանով համասեփականատեր դառնա։ Իդեպ նախատեսում են ուղիղ միջամտել նաև գյուղատնտեսության շուկային ու որոշ մշակաբույսերի համար նվազագույն գին սահմանել։ Սամվել Կարապետյանի թիմը խոստանում է օգտագործել նաև իրենց կապերը դրսից ներդրողներին հրավիրելու համար։ Իսկ ինչու մինչ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունն ու հաջորդած կալանավորումը նախորդ տարիների ընթացքում նույն եղանակով չեն օգտագործել Սամվել Կարապետյանի կապերն ու միջազգային կորպորացիաներին Հայաստան հրավիրել, պարզ չէ։ Ծրագրում այդ հարցին չեն անդրադարձել։ Իսկ գյուղատնտեսությունը ստանա պետական լիակատար աջակցություն, վերջ վախին, վերջ աղքատությանը, ուժեղ Հայաստանը գալիս է։ Հայտարարում են, թե այս քայլերի արդյունքում արտահանման ծավալը կհասնի Հայաստանի հնայի 35%-ին։ Այսքան կտրուկ ու մեծ տնտեսական փոփոխություններ խոստացող թիմը, սակայն ծրագրում գեթ 1 ապրանք չի նշել, որն օրինակ կարելի է այստեղ արտադրել ու արտահանել։ Նախատեսում են մոլիբդենն այստեղ մշակել ու որպես պատրաստի ապրանք արտահանել, թե օրինակ հաստոցներ, մեքենաներ, հեռախոսներ ու IT այլ սարքավորումներ արտադրել։ Այս մասին ոչ մի բառ չկա։ Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքի մյուս հիմնական խոստումը քաղաքացիների ու բիզնեսների համար հարկային բեռի նվազեցումն է։ Ավելին խոստանում են նույնիսկ եկամտահարկն ու շահութահարկը տարածաշրջանի ու արևելյան Եվրոպայի այլ փոքր պետությունների համեմատ ավելի գրավիչ դարձնել։ Ինչպես են մի կողմից հարկերը նվազեցնելու, մյուս կողմից խոստացված ծրագրերն իրականացնելու։ Պնդում են, թե ցածր հարկերով բիզնեսներն ավելի ազատ կաշխատեն ու ավելի մեծ արդյունք արձանագրեն, ինչն իր հերթին հետագայում կնպաստի ել ավելի բարձր պետական մուտքերին։ Անկախ այս ընտրությունների արդյունքներից կառավարությունը այս աշնանը պետք է մշակի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմն ինչպես է հարկերը նվազեցնելու ու դրան զուգահեռ ծախսեր պլանավորելու, պարզ չէ։ Նախընտրական ծրագրում հաշվարկներ չկան։ Տնտեսության ու մասնավորապես արտադրության համար հոսանք է պետք։ Ինչ են առաջարկում էներգետիկայի վերաբերյալ։
Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկը կարող են շահագործել մինչև 2036 թվականը, մինչ այդ անհրաժեշտ է նորը կառուցել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն օրինակ նախատեսում է փոքր մոդուլային ատոմակայան կառուցել, թեև դեռ հստակ որոշումներ չկան։ 10 տարուց քիչ ժամանակ է մնացել եւ մասնագետների կարծիքով կառավարությունն արդեն պետք է հողի վրա աշխատանքներ սկսի ճուշանալու համար։ Մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան դեռ նոր ու դեռևս շատ փորձված չէ։ Այն արևմուտքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում հեռանկարային են համարում, ինչը սակայն դեռ մշակում են։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի իշխանություններն առաջարկում են նորը չփորձել ու իրենց օգնությամբ նոր ատոմակայան կառուցել ռուսական տեխնոլոգիաներով։ Այս ամենին զուգահեռ մինչդեռ Սամվել Կարապետյանի թիմն առաջարկում է չշտապել ու նոր ատոմակայանի վերաբերյալ որոշում ընդունել, երբ իրականացնեն բոլոր անհրաժեշտ հաշվարկները, որ հայաստանցիների ուսերի նոր ֆինանսական բեռ չավելանա։ Եթե տեխնոլոգիան պատկանում է որևէ երկրի, կախվածությունը նույնպես առաջանում է այդ երկրից։ Իսկ ինչ անել, չէ որ ժամկետը լրանում է։ Առաջարկում են կենտրոնանալ վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա, արևային կայանների ու կուտակիչների օգտագործումն ընդլայնելով։ Վերականգնվող էներգետիկան նաև իշխող քաղաքացիական պայմանագրի առաջարկած զարգացման հիմնական ուղղությունն է։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկա անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը գնալու են այս ճանապարհով։ Իդեպ կառավարությունը թեև հայտարարել է, որ իրենց ընտրությունը կանգ է առել հենց փոքր մոդուլյար ատոմակայանի տեխնոլոգիային եւ ծրագրի մասին Երևանում անձամբ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարեց, քաղաքացիական պայմանագիրը նախընտրական ծրագրում գրել է, թե տեխնոլոգիան կընտրեն մինչև 2027 թվականի ավարտը։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում։ Իշխող կուսակցության ծրագրում մեծ տեղ են հատկացրել բալանսավորման անհրաժեշտությանը։ Իշխող թիմի ներկայացուցիչներն այդ մասին գրեթե ամենօր են խոսում։ Նախընտրական ծրագրի զուտ տեքստային մասում թեև ձևակերպումներն ընդհանրական են, քաղաքացիական պայմանագիրն ի տարբերություն մրցակիցների թվերով ու չափելի տասնյակ խոստումներ է տալիս, որոնց իրականացումը հետագայում կարելի է ստուգել։ Խոստանում են օրինակ 5 տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը 50%-ով մեծացնել։ Իշխող թիմը ծրագրում է մեծացնել փոքր ու միջին բիզնեսի տնտեսությունում ունեցած կշիռը։ 20,000 նոր սարքավորումներ են խոստանում, այդ թվում գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրում են 5 տարում ոչ թե 300,000, այլ 100,000 նոր աշխատատեղ ստեղծել, կրկնապատկել հայկական ապրանքների արտահանման ծավալը, որակի ստուգման առնվազն 10 միջազգային լիցենզիա ունեցող լաբորատորիա բացել։ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին պետք է իր ասելիքը ասի եւ տեր կանգնի իր քաղաքացիությանը, իր իշխանությանը, իր ձայնին։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիրն էլ հստակ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, թե մասնավորապես ինչ են ծրագրում արտադրել Հայաստանում ու արտահանել այլ երկրներ, զուգահեռ նվազեցնելով Ռուսաստանից կախվածությունը։ Խոստումներին հասնելու մեխանիզմներ չի ներկայացրել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Նրանք էլ ցանկանում են տնտեսությունում արդյունաբերության կշիռը հասցնել ՀՆԱ-ի 25%-ին։ Մենք կստեղծենք բարենպաստ հարկային ու ներդրումային միջավայր, որտեղ բիզնեսը կզարգանա, իսկ արտադրված է Հայաստանում պիտակը կդառնա բարձր որակի համաշխարհային երաշխիք։ Քոչարյանի թիմն էլ իր հերթին խոստանում է 5 տարում 175,000-ից 225,000 աշխատատեղ ստեղծել։ Հայաստան դաշինքը ծրագրում է սա իրականացնել փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը թեթևացնելով, գույքահարկը 50%-ով նվազեցնելով, գյուղվարկերը սուբսիդավորելով, էժանսերմացու պարարտանյութ վառելիք ապահովելով։ Միևնույն ժամանակ խոստանում են ամբողջությամբ փոխհատուցել միայնակ թոշակառուների գազի եւ էլեկտրաէներգիայի ձմռանը կատարած ծախսերը, իսկ երիտասարդ ընտանիքներին եկամտահարկի 3%-ով նվազեցում երկրորդ երեխայի ծնունդից հետո։ Պետական բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ հաշվարկներ սակայն չկան։ Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է, 35-ից 45,000 նոր աշխատատեղեր։ Այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։
Սա ի վիճակի ենք մենք անել։ Ի տարբերություն ուժեղ Հայաստանի, Քոչարյանի թիմը խոստանում է մեկնարկել նոր ատոմակայանի կառուցումը տեսակը չհստակեցնելով։ Եվրոպայից եկան, օդի մեջ դադար խոսեցին գնացին։ ԵԱՏՄ-ում մնալուն կողմնակից գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանն ի տարբերություն ընդդիմադիր հիմնական մրցակիցների նույնպես նախընտրական ծրագրում տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի մասին է նշել։ Բարգավաճ Հայաստանը սպառողական տնտեսությունից ներդրումային տնտեսությանն անցնելու մասին է հայտարարում, խոստանալով ՀՆԱ-ում ներդրումների կշիռը 5 տարում 40%-ի հասցնել։ Հասկանալու համար, թե սա որքան բարդ խնդիր է, կարող ենք հիշել իշխող քաղաքացիական պայմանագրի հնգամյա ծրագիրը։ 2021-ին նրանք նույնպես ներդրումների ծավալը մեծացնելու մասին էին խոստացել, սակայն առայժմ չեն կարողացել հասնել իրենց իսկ սահմանած 25% ցուցանիշին։ Գագիկ Ծառուկյանի թիմը մի այնպիսի խոստում է տալիս, որի նմանը 20-րդ դարի երկրորդ կեսից հետո նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները չեն տեսել։ Հայտարարում են 5 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն ամբողջ տնտեսությունը եռապատկելու նպատակ ունեն, ընդ որում զուգահեռ նվազեցնելով հարկերը։ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությունը հայտարարում է նոր ժամանակակից ատոմակայան կառուցելու ծրագրի մասին, սակայն չի հստակեցնում, թե ինչ տեսակի։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է Լևոն Զուրաբյանը, նախընտրական ծրագրում հստակ գրել է, որ իշխանություն ստանձնելու դեպքում նախատեսում են ռուսական առաջարկով նոր ատոմակայան կառուցել։ ՀԱԿ-ը նույնպես խոստանում է Հայաստանից արտահանումը խթանել, միևնույն ժամանակ ներդրողների համար հարկային բեռը թեթևացնել։ Խնդրում եմ մեր նախընտրական ծրագրի հետ ծանոթանաք։ Շնորհակալ եմ։ Առաջարկում են 1-ից 5 միլիոն դոլարի ներդրում կատարած բիզնեսներին 2 տարով ազատել շահութահարկից։ Ավելի շատ գումար ներդրողներն այդ վճարից կազատվեն 5 տարի ժամկետով։ Ինչպես Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը նույնպես խոստանում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձրել IT տեխնոլոգիաներին ու 4 կարևոր ուղղություն առանձնացնել, որտեղ ռեսուրսներ կկենտրոնացնեն, այդ թվում AI տեխնոլոգիաների ու չիպերի դիզայնի բնագավառներում։ Ակնկալում եմ ձեր ձայնը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, ցավը տանեմ։ Առաջարկում են, որպեսզի հենց պետությունը դառնա տեխնոլոգիական ապրանքների թիվ 1 պատվիրատում։ Բացի այդ, մասնավորի հետ համագործակցելով ընկերություններ հիմնադրի։ Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք իրենց շահույթի առնվազն 15%-ը հետազոտությանն են ուղղում, R&D-ին։ Մինչ այդ հիմնական մրցակից ուժերը շարունակում են իրենց ծրագրային դրույթները թողած այլ թեմաների շուրջ բանավիճել, նախկին ներկայից մինչև Թալան, Դավաճան ու այլ պետության գործակալ։ Մնաց 15 օր։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի ժամը 16-ից։ Հաջողություն։